Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Նախորդ տարի այս օրերին Հայաստանում բուռն էին քննարկումները Տավուշում տեղադրվել է 20 սահմանային սյուն, սահմանազատվել շուրջ 12.7 կիլոմետր երկարությամբ սահման։ Հայաստանի իշխանությունը այն աննախադեպ հաջողություն է որակում 4 գյուղերը, որոնք փաստացի անցան Ադրբեջանի տիրապետության տակ, պաշտոնական Երևանը հենց ադրբեջանական էլ համարում է։ Սահմանազատման գործընթացը տեղում կանգնած չի մնում, աշխատում են։ Օրերս էր Անվտանգության խորհրդի քարտուղարը ասել լրագրողներին, բայց դրանից առաջ վարչապետ Փաշինյանը խորհրդարանում էր շեշտել, թաքուն սահմանազատում տեղի չի ունենա, եթե լինեն գործընթացներ, ապա կհրապարակեն նաև տեղեկություններ։ Այդ սպասումը ձևավորել, որ վայ թաքուն կարա սահմանազատման աշխատանք տեղի ունենա, այդքան էլ ճիշտ չի։ Սահմանագծման սահմանազատման առաջ գնացող գործընթացի մասին սակայն շոշափելի նորություններ չկան։ Խաղաղության գործընթացից անջատված այս process-ի մեկնարկից փաստորեն 1 տարուց ավելի էլ շատ է անցել։ Ադրբեջանական կողմը փաստացի շահել է, Հայաստանից տարածքներ պոկել։ Հայկական կողմը շարունակում է տուժողի դիրքերում մնալ, որովհետև շուրջ 200 քառակուսի կիլոմետր հայկական սուվերեն տարածքում հիմա ադրբեջանցիներն են։ Այս հարցը Հայաստանը չի պատրաստվում ռազմական ճանապարհով լուծել, ապավինում է սահմանազատման գործընթացին։ Փաստացիորեն երևում է, որ ինքը չի ուզում ունենալ վերջնական համապատասխան միջազգային ձևաչափ ստացած հարաբերությունները հաստատած Հայաստանի հետ եւ իրավիճակը, որտեղ անորոշությունը պահպանվում է, որը օգտագործում է Ադրբեջանի ներքին եւ արտաքին խնդիրները լուծելու այդ համար, իրենց կողմից դիտվում է որպես լավագույն սցենարներից մեկը։ Ադրբեջանն իհարկե շարունակելու է մեկ-մեկ հանդիպումներ կազմակերպել process-ը այսպես ասենք օդում պահելու համար, բայց դրա ավարտի մասին դժվար է խոսել։ Քաղաքագետն ասում է, սահմանային process-ը լուծել ավարտելը Բաքվի պլաններում հիմա չկա։ Կարճ ասած, ինչպես խաղաղության պայմանագիր ստորագրելու, այնպես էլ դելիմիտացիա, դեմարկացիա իրականացնելու համար միայն քաղաքական կամք է պետք։ Եվ թեև այս process-ները կողմերը իրարից անջատ են դիտարկում, քաղաքագետը դարձյալ մեկը մյուսի հետ է կապում։ Եթե կողմերը ստորագրում են խաղաղության պայմանագիրը, դա ենթադրում է այդ թվում նաև սահմանային խնդիրների հետ կապված հարցերի վերացումը, որը իրականացվում է դելիմիտացիա եւ դեմարկացիայի միջոցով։ Մի մոռացեք, որ դուք կարող եք չունենալ խաղաղության պայմանագիրը եւ կարող եք ապրել շատ հանգիստ պայմաններում ձեր հարևան պետության հետ, եւ մինչեւ հիմա չունենաք մինչեւ վերջ իրականացված դելիմիտացիոն եւ դեմարկացիոն գործընթացները սահմանի վրա։ Համաձայն վերջին պայմանավորվածության սահմանազատումը շարունակվելու է Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի սահմանի հատման կետից, մի փոքր ցած հատվածից։ Սա Անվտանգության խորհրդի քարտուղարի վերջին հայտարարությունն է։ Ու էլ մանրամասներ չկան, արդյոք Ադրբեջանը առողջ երկխոսության մեջ է, թե դարձյալ ամբողջը ինձ սկզբունքն է դրել սեղանին։ Եվ առհասարակ դժվար է պատկերացնել, թե ինչպես են ագրեսիվ քոչվորները լուր հավաքում զենքերը ու խաղաղ հետ քաշվում հայկական տարածքից, որովհետև փաստաթղթում այդպես է գրված։ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասերյանն անդրադարձել է սահմանային կրակոցներին, նշելով, որ իրավիճակը հարաբերականորեն կայուն է։ Այո, կրակոցներ հնչել են, հնչում են, բայց դրանք թիրախային չեն։ Կրակոցների մասին, որոնք թիրախավորված են, մեր պաշտոնական լրահոսը հայտնում է։ Ըստ Ասերյանի, ադրբեջանական կողմը պատճառաբանում է, որ կրակոցներն իրենք չեն արձակում, բայց իրենք են, իսկ նպատակները կրակող կողմն ինքը կիմանա։ Մեր գնահատականով նպատակը զինծառայողների սահմանային բնակչության վրա ճնշում գործադրելն է, բայց փաստ է, որ մենք դրան ուշադրություն չենք դարձնում, շարունակում ենք մեր բնականոն ծառայությունը։ Նա պարզաբանել է, որ ուշադրություն չդարձնել, ասելով նկատի ունի, որ զինված ուժերը շարունակում է իր առջև դրված խնդիրների կատարումը։ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն վերջին անգամ տեսակցել է Բաքվում պահվող հայ գերիներին 2025 թվականի մարտին։ Այս մասին հայտնել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հանրային կապերի ղեկավար Զարա Ամատունին։ Հիշեցնենք, որ 25 թվականի մարտին Ադրբեջանի իշխանությունները հայտարարեցին, որ չեն երկարաձգելու Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մանդատը երկրում, նշելով, որ այլևս չեն տեսնում միջազգային կառույցի անհրաժեշտությունը։ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը 2023-ից հետո հարցաքննվել է նախաձեռնված 3 վայրույթի շրջանակներում։ Լրագրողներին ասել է փաստաբան Ռոման Երիցյանը, շեշտելով, որ Շահրամանյանն ունի բացառապես վկայի դատավարական կարգավիճակ։ Վերջին 2 շաբաթվա ընթացքում Արցախի նախագահն արդեն 4 անգամ հարցաքննվել է։ Երիցյանը հաստատել է, որ այս վարույթը վերաբերում է Արցախի հանրապետության հանձնմանը, պատերազմի ժամանակ ցուցաբերած զինվորական պաշտոնեական անփութությանը, ինչպես նաև զենք զինամթերքը եւ սպառազինությունները թշնամուն հանձնելու։ Ինչպես հայտնի է դարձել, նախաձեռնված է պատերազմի ժամանակ զինվորական ամբողջության եւ
ռազմամթերք, զենք զինամթերք շնամուն հանձնելու հետ կապված նախաձեռնված վարույթ է, որի շրջանակներում թե ինչ բովանդակությամբ հարցեր է հնչեցում Սամվել Շահրամանյանին կամ ինչ բովանդակությամբ պատասխաններ է տրվում վերջինիս կողմից կամ ավելի մանրամասն տվյալներ ներկայացնել, ինչին է վարույթը վերաբերում, ես ցավոք չեմ կարող, որովհետև գործով վարույթն իրականացնող մարմինը, մասնավորապես քննիչը մեզ նախազգուշացրել է նախաքննության ընթացքում հայտնի դարձած ամեն մի տվյալ հրապարակելու անթույլատրելիության մասին։ Ամերիկայում Ադրբեջանի դեսպան Խազար Իբրահիմը իր հարցազրույցում նշել է, որ Հայաստանի հետ խաղաղության հաստատման համար անհրաժեշտ է սահմանադրության փոփոխություն, քանի որ ներկայիս սահմանադրությունը նրա կարծիքով հակասում է կայուն խաղաղությանը, պարունակելով տարածքային պահանջներ Ադրբեջանի նկատմամբ։ Իբրահիմն ընդգծել է, որ խաղաղության պայմանագրի նախագիծը պատրաստ է, սակայն ստորագրմանը նախորդող մի շարք կարևոր հարցեր դեռ պետք է լուծվեն։ Նա նաև նշել է ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման անհրաժեշտությունը։ Դեսպանի խոսքով տարածաշրջանը պետք է անցում կատարի կայուն խաղաղության։ Ինչու են օրինակ պետական պաշտոնյաները բարձր պարգևավճարներ ստանում, իսկ կառավարությունը շահագրգռված չէ բարձրացնել թոշակառուների կենսաթոշակը։ Նիկոլ Փաշինյանը փորձում է դրա հիմնավորումն այսպես ձևակերպել։ Եթե օրինակ 2025 թվականի ապրիլին ամբողջ պետական համակարգը չստանար աշխատավարձ, 0 աշխատավարձ ստանար, ապրիլին թոշակները հնարավոր կլիներ բարձրացնել 1400 քանի դրամ։ Պատկերացնում եք, ամբողջ պետական համակարգ դատարաններով, դատախազությունով, պետական նախարարություններով եւ այլն։ Փաշինյանն ասում է, որ եթե ապրիլին պետական համակարգը աշխատավարձ չստանար եւ դրա արդյունքում թոշակառուի աշխատավարձը օրինակ 30,000 դրամից դառնար 31,500 դրամ, ապա Փաշինյանի ձևակերպամբ կեսաթոշակառուների 70%-ը այդ թոշակը չէր ստանա ֆիզիկապես։ Բայց այն համակարգը, որը պիտի այդ թոշակը A կետից հասնի B կետը, ուղղակի այդ համակարգը գոյություն չէր ունենա։ Լավ, մի ամիս կարող գոյություն ունենար, երկրորդ ամիսը գոյություն չէր ունենա արդեն։ Լավ, երկրորդ ամիսը գոյություն ունենար, երրորդ ամիսը գոյություն չէր ունենա վստահաբար, որովհետև ոչ մեկ չէր համաձայնվի առանց աշխատավարձի աշխատել։ Եթե համաձայնվեին առանց աշխատավարձի աշխատել, ուրեմն մի բան այն չի։ Ուրեմն ժողովուրդը պետք է մտածեր թույլ տալիս է, որ իրանք առանց աշխատավարձի աշխատեն, թե թույլ չի տալիս։ Փաշինյանը մի հայտարարությունն էլ արեց աշխատավարձերի հետ կապված, չբացառելով, որ այն իր համոզմամբ աղմկոտ կդառնա։ Բարձր աշխատավարձ հիմնականում 80-90%-ով ստանում են նրանք, ովքեր մրցունակ կրթություն են ստացել։ Ցածր աշխատավարձ մոտավորապես 80-90%-ով ստանում են նրանք, ովքեր չեն ստացել մրցունակ կրթություն։ Իսկ Հայաստանում մարդիկ այսօր են լավ ապրում, թե 7 տարի առաջ, Փաշինյանը հարց է տալիս ու ինքն էլ պատասխանում։ 2018 թվականի ապրիլին Հայաստանում միջին աշխատավարձը եղել է 173,996 դրամ։ 2025 թվականի ապրիլին 304,992 դրամ։ Միջին աշխատավարձի աճը կազմել է 130,000 դրամ կամ 75%։ Այս թիվը վկայությունն է այն բանի, որ մարդիկ Հայաստանում ավելի լավ են ապրում եւ ավելի լավ են ապրում գնաճի հաշվառումով եւ ավելի լավ են ապրում շուրջ 50%-ով։ Այսինքն իրենց ապրածի կեսի չափով, եթե պատկերավոր նկարագրենք, ավելի լավ են ապրում։ Փաշինյանը միևնույն ժամանակ խոստովանում է, որ հրապարակած ցուցանիշներն այնպիսին չեն, որ մարդիկ Հայաստանում գոհ լինեն իրենց կյանքից։ Շատերն ուզում են ավելի լավ ապրել։ Փաշինյանը համարում է, որ կյանքն այնքան չի լավացել, որ կառավարությունն էլ գոհ լինի այդ լավացման աստիճանից։ Նրա ձևակերպմամբ կառավարության խնդիրն այսօր գոհունակություն ապահովելն է։ Մոսկվայում առևանգված գործարար Արեգ Շեպիխինը հայտնել է, որ իրեն առևանգել են չեչենները, տարել քաղաքից դուրս, ենթարկել կտանքների ու հարցաքննության։ Չեխիայի իշխանությունները հայտարարել են, որ Շեպիխինը չի առևանգվել, այլ բերման է ենթարկվել մուսուլմաններին եւ նրանց կրոնին վիրավորելու, ծայրահեղական կոչեր անելու եւ էթնիկ զտումների քարոզի մեղադրանքով։
Իրանն Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ գործարք չի կնքի առանց ուրանի հարստացման հնարավորության, ասել է Աբբաս Արաղչին։ Ամերիկայի Միացյալ Նահանգները պահանջում է, որ Թեհրանը հրաժարվի ուրանի հարստացման ծրագրից, քանի որ դա հետագայում կարող է օգտագործվել միջուկային զենքի ստեղծման համար։ Մինչդեռ Թեհրանը պնդում է, որ միջուկային զենք ստեղծելու մտադրություն չունի, իսկ ուրանի հարստացումն իրականացվում է երկրի ինքնիշխան իրավունքի շրջանակում եւ նախատեսված է բացառապես խաղաղ նպատակների համար։ Դմիտրի Պեսկովը հաստատել է Ուկրաինայի կողմից Ղրիմի կամրջի վրա հարձակման մասին տեղեկությունը։ Ոչ մի վնաս չկա եւ կամուրջը գործում է, լրագրողներին ասել է նախագահի մամուլի քարտուղարը։ Կիևի ռեժիմը Պեսկովի խոսքով շարունակում է քաղաքացիական ենթակառուցվածքների վրա հարձակումների փորձերը։ Ռուսաստանը նախազգուշական միջոցներ է ձեռնարկում։ Ձկների զանգվածային անկում է եղել Աբշերոնում, Ադրբեջանի Աբշերոնի շրջանի Մուհամադի գյուղի վարչական տարածքում գտնվող լճերից մեկում գրանցվել է զանգվածային ձկների մեծ անկում։ Ճապոնացի գիտնականները մշակել են նոր պլաստիկ, որը ամբողջությամբ քայքայվում է ծովի ջրում, ընդամենը մի քանի ժամում։ Նորարարությունը կարող է էական լուծում տալ պլաստիկով աղտոտման գլոբալ խնդրին։ Գյուտը դեռևս առևտրայնացված չէ, սակայն նախագծի հեղինակը հայտնել է, որ այն մեծ հետաքրքրություն է առաջացրել փաթեթավորման ոլորտում։ Պլաստիկը թունավոր չէ։ Չիպեր արտադրող ամերիկյան NVIDIA ընկերությունը կրկին դարձել է աշխարհի ամենաարժեքավոր ընկերությունը շուկայական արժեքով գերազանցելով Microsoft-ին։ Նրա բաժնետոմսերի գինը աճել է 2.8%-ով։ Առաջին անգամ այն առաջի տեղը զբաղեցրել է 2024-ի հունիսի 18-ին, սակայն վարկանիշային առաջատարության համար շարունակական մրցակցության մեջ է Microsoft-ի եւ Apple-ի հետ։ Հայաստանում արձանագրվել է մոծակից մարդուն փոխանցվող արևմտյան նեղոսի տենդ հիվանդության այս տարվա առաջին դեպքը։ Այսպես կոչված արևմտյան նիլ հիվանդության խոցելի խմբում քրոնիկ եւ ծանր հիվանդություններ ունեցողներն են։ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ այս պահին միակ հոսպիտալացված քաղաքացու վիճակը գնահատվում է բավարար, բժիշկների հսկողության ներքո է։ Հիմնականում մոծակների միջոցով փոխանցվող վիրուսային հիվանդություն։ Մարդուն վարակը չի փոխանցվում։ Վարակված մարդկանց շուրջ 80%-ի մոտ որևէ ախտանշաններ չեն զարգանում։ Մոտավորապես 1% դեպքերում դիտվում են հիվանդության ծանր ձևեր, մնացած 10-19% դեպքերում հիվանդությունը ընթանում է միջին ծանրությամբ։ Ջերմություն գլխացավ, մկանացավ, հոդացավ, գլխապտույտ, փսխում, մաշկի ցանավորում։ Սրանք են հիվանդության առաջին ախտանշանները։ Թեթև ընթացքի դեպքում, իսկ եթե հիվանդությունը բարդանում է, կարող է գիտակցության կորուստ լինել, ցնցումներ եւ կաթված։ Ինչպես կանխարգելել այդ վարակը։ Օգտագործել հակամիջհատային ցանցեր, միջհատավանիչ հատուկ միջոցներ եւ սարքեր, կրել փակ հագուստ, անտառապուրակային գոտիներ եւ ջրային տարածքներ այցելելիս, հաճախակի ջրահեռացնել ջրի պայծային տարաները, լվանալ եւ մաքրել դրանք։ Հիվանդությունը ունի հստակ արտահայտված սեզոնայնություն՝ հունիսից մինչև հոկտեմբեր, պայմանավորված մոծակների բազմացման եւ տարածման համար բարենպաստ պայմաններով։ Այդուհանդերձ հստակ բուժում դեռ չունի, իրականացվում է ըստ ախտանշանների։ Առայժմ վարակի դեմ պատվաստանյութ չկա։ Քանի որ հիմնական փոխանցողը մոծակ, իսկ մոծակը բազմանում եւ տարածվում է ճահճային տարածքներում եւ այլն, այդ ուղղությամբ տեղական կառավարման մարմինների իմաստ տարաների եղել է հստակ ինֆորմացիա, ինչ միջոցներ ձեռնարկել այդ տարածքները չորացնելու համար։ Հիվանդության ինկուբացիոն շրջանը կարող է տևել 2-ից 3 շաբաթ, բայց ավելի հաճախ տևում է 3-ից 6 օր։ Վարակված մարդու ջերմությունը կարող է բարձրանալ 38-ից 40 աստիճան։ Արևմտյան նեղոսի տենդով չվարակվելու համար պետք է պաշտպանվել նույն մեթոդով, որոնցով ավանդաբար պաշտպանվում են մոծակներից՝ ծածկել մարմինը, գործածել միջատասպան նյութեր կամ ցողիչներ եւ քնել մոծակներից պաշտպանված տարածքում։ Հունիսի 2-ին Սեբաստիա փողոցում բախվել են Mercedes-ը, Kia-ն, Volkswagen-ը եւ Nissan-ը, մեքենաներից երկուսը եղել են կայանված։ 2 հոգի վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ, վիրավորներին առաջին օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվ է գործել շտապօգնության բժիշկների խումբը։ Դեպքի վայրն ժամանել ներքին գործնախարարության ոստիկանության բարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի բարեկները, ովքեր սահմանազատել են տարածքը։ Հունիսի 2-ին Mercedes-ը Հալաբյան փողոցում դեպի Եղվարդի խճուղի ընթանալիս հետիոտի համար նախատեսված անցման վայրում վրայերթի է ենթարկել մորն ու 5 տարեկան որդուն։ Վարորդը փախուստի չի դիմել մեկ այլ մեքենայով, վրայերթի ենթարկվածներին տեղափոխել է Արմենիա բժշկական կենտրոն, հետո վերադարձել դեպքի վայր։ Քաղաքացիներն են Վարորդը տեղափոխել է այլ մեքենայով հիվանդանոց, որից հետո մենք իրան Որ հիվանդանոց։
Արմեն։ Դեպքի վայր են ժամանել ներքին գործերի նախարարության, ոստիկանության, բարեկային ծառայության, Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի բարեկները, գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի եւ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի գլխավորությամբ։ Մայիսի 35 Կարբի բնակավայրի վարչական տարածքում բախվել են Mercedes Vito-ն եւ Lada Priora-ն։ Վերջինը դուրս է եկել երթևեկելի գոտուց կողաշրջված հայտնվել բնակչի տան հողամասում։ Ժամանել են ոստիկանության բարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի բարեկները։ Վարորդներին էլ այդ առաջին հերթին Lada-ի վարորդին առաջինը օգնության են հասել գյուղացիները, ովքեր վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից, ով հրաժարվել է իմ տեղեկություններով հիվանդանոց մեկնելուց։ Մայիսի 25-ին Իսակովի Պողոտամոնթե Մելքոնյան փողոցի հատման վայրում բախվել են 28-ամյա Դավիթ Եփրեմյանի Mercedes-ն ու 33-ամյա Նարեկ Պետրոսյանի Volkswagen-ը։ Վերջինը դուրս է եկել երթևեկելի գոտուց, անցել նախ բազալտե եզրաքարի, ապա մայթի վրայով հայտնվել կամրջի հարևանությամբ գտնվող գազոնում։ Volkswagen-ի ուղևորը վնասվածք է ստացել, սակայն հրաժարվել է հիվանդանոց տեղափոխվել։ Ժամանել են ոստիկանության բարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի բարեկները։ Դստում այլ է սի։ Վտանգավոր ամեն պահի հոպ։ Նուբարաշենում վերջերս նորոգված ճանապարհն է, որը Երևանը կապում է Արարատի մարզի մի քանի գյուղերին։ Ասֆալտած ու շահագործված ճանապարհն իսկական պատուհաս է դարձել վարորդների համար, հաճախ դառնալով վթարների պատճառ։ Ես կասեմ ահավոր ճանապարհ է։ Ամեն օր մի քանի սանտիմ ճանապարհը փոսերը նստում են։ Հսկայական ճաքեր ու մեծ փոսեր են առաջացել, այստեղ նաև լուսային փարոսիկներն ու ցուցանակներն են բացակայում։ Եթե այս ճանապարհը չվերանորոգվի կարճ ժամանակում, Նուբարաշենից դեպի Արարատի մարզ, Բարսրաշեն, Ջրաշեն, Զովաշեն, մի քանի գյուղերի հետ կապը ամբողջությամբ կխզվի։ Վարորդները Նուբարաշենի թաղապետի քաղաքային իշխանության ուշադրությունն են հրավիրում, որպեսզի ընկերությանը պարտավորեցնեն վերացնել առաջացած խնդիրները, ապահովելով վարորդների անվտանգությունը։ Այս բիտոնը հա։